Սիրելի հեռուստադիտողներ, «Գոյամարտ» հեռուստասերիալի իրադարձությունները ստանում են այնպիսի անսպասելի և շրջադարձային զարգացումներ, որոնք ապացուցում են ճակատագիրն ունի իր սեփական, անկանխատեսելի ծրագրերը։ Երբ թվում է, թե ամեն ինչ վերջնականապես կորած է կամ վաճառված, ի հայտ է գալիս արդարության մի նոր շող։ Այսօրվա սերիան լի էր անակնկալներով, սիրո հաղթանակով և հերթական դիմակազերծմամբ։ Ամեն ինչ սկսվում է նրանից, որ Հունանը, հայտնվելով անելանելի վիճակում, զանգահարում է կնոջն ու հայտնում, որ Լեոն եկել էր իր մոտ, բայց հպարտորեն հրաժարվել է վերցնել գումարը։ Իննան այդ պահին նստած թեյում է Լեայի հետ։ Լեան, իմանալով, որ Լեոն և իր հայրը վերջապես հանդիպում են ու հնարավոր է հաշտություն, միամտաբար որոշել էր վերադառնալ հայրական տուն։ Սակայն Իննան, ով 5 մատի պես գիտի իր ամուսնու բռնակալ ու ամբարտավան բնավորությունը, միանգամից հասկանում է իրականությունը։ Նա գիտակցում է, որ Հունանն անձամբ է փչացրել իրավիճակը։ Չէ՞ որ Լեոն հաստատ չէր եկել Հունանի կարոտից։ Նա եկել էր կոնկրետ Դավիթի կյանքը փրկող գումարի հետևից։ Եվ եթե երիտասարդը չի վերցրել այն, նշանակում է Հունանը կրկին չի զսպել իր լեզուն ու իրեն ավելորդություններ է թույլ տվել։ Որքան էլ Հունանը հեռախոսով արդարանում է ու հերքում իր մեղքը, Իննայի համար ամեն ինչ պարզ է։ Այս լարված մթնոլորտում, սակայն, ծաղկում է սերիալի ամենագեղեցիկ և սպասված իրադարձությունը։ Լեան, հասկանալով Լեոյի արարքի և նրա հպարտության ողջ ծանրությունը, որոշում է առաջին քայլն անել ու զանգահարում է նրան։ Սիրահարները հանդիպում են։ Նրանց աչքերում կուտակված կարոտն ու սերը վերջապես հաղթում են բոլոր թյուրիմացություններին ու ատելությանը։ Լեոն և Լեան վերջնականապես հաշտվում են, հասկանալով, որ իրենց զգացմունքներն ավելի վեր են, քան ծնողների արյունոտ անցյալը։ Մինչ երիտասարդները վայելում են իրենց հաշտությունը, Դավիթ պապիկը հիվանդանոցում կանգնած է նոր հրաշքի առաջ։ Բժիշկը նրան աննկարագրելի ուրախ լուր է հայտնում։ Ֆեդերացիայից զանգահարել են, պահանջել են բանկային տվյալները և խոստացել ամբողջությամբ $80,000 ֆինանսավորել Դավիթի վիրահատությունը։ Դավիթ պապիկը ցնծում է ուրախությունից։ Հրաշքներ իսկապես լինում են, բայց նրա ուրախությունը կրկնապատկվում է մեկ այլ, շատ կարևոր փաստից։ Նա հոգուխորքում ուրախանում է, որ ոչ Լեոն, ոչ էլ ինքը չվերցրին Հունանի կեղտոտ փողերը։ Պատկերացնում եք սրա իմաստը։ Այսուհետ Սարգսյաններն այլևս ոչ մի կախում չունեն Հունանից։ Սա նշանակում է, որ Գրիշոյի ճակատագիրն ամբողջությամբ նրանց ձեռքում է և նրանք հանգիստ խղճով կարող են թողնել բողոքն ու Գրիշոյին ուղարկել բանտ։ Սակայն անամպ երկինքը նորից փոթորկվում է։ Հիվանդանոց է գալիս Հունանից ոչ պակաս ստոր և աներես մի արարած՝ Ավոն։ Նա եկել է պապիկի մոտ ինքնահաստատվելու և ճակերտավոր բարերար երևալու նպատակով։ Ավոն անամոթաբար հայտարարում է, որ ֆեդերացիան հենց իր շնորհիվ է գումար տրամադրում և որ իրականում անձամբ ինքն է վճարում եղբոր-որդու վիրահատության համար։ Նա հույս ուներ, որ այս մեծ գումարով կկարողանա գնել հոր ներումն ու մտնել նրա աչքը, բայց նա չարաչար սխալվում էր։ Դավիթ պապիկը, ապշելով որդու ցինիզմից, կտրականապես մերժում է նրա օգնությունը։ Նա զայրացած և խայտառակ ձևով դուրս է շպրտում Ավոյին հիվանդանոցից, պահանջելով ընդմիշտ հեռու մնալ իր թոռներից։ Արյունով ու դավաճանությամբ ներծծված փողերը Սարգսյաններին պետք չեն։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում, ինչ կանի Դավիթ պապիկը հիմա, երբ մերժեց նաև Ավոյի փողերը։ Արդյոք ֆեդերացիան կտա գումարը առանց Ավոյի միջամտության։ Եվ ինչպես կարտագանքի Հունանը, երբ իմանա, որ Սարգսյաններն այլևս իր կարիքը չունեն և Գրիշոն դատապարտված է։ Անպայման գրեք ձեր վարկածներն ու սպասումները մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր արձագանքներին։ Շնորհակալություն դիտելու համար։